Մինչ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ 2 շաբաթից կասի, արդյոք Միացյալ Նահանգները ուղիղ կմասնակցի պատերազմին թե ոչ, իսկ Իրանի գլխավոր դիվանագետը մեկնել է Եվրոպա բանակցությունների, Իսրայելն ու Իրանը արդեն 8-րդ օրը հարվածում են միմյանց։ Իրանն առավոտյան բալեստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքին, Կ7 տուժած այրվել են մեքենաներ, վնասվել տներ։ Հաղորդվում է, որ թիրախում եղել են ՏՏ ընկերություններ, որոնք կիբեռանվտանգության ծառայություններ են մատուցում Պաշտպանության նախարարությանը։ Հարվածել են նաև Հայֆայի եւ Թել Ավիվի ռազմաարդյունաբերական օբյեկտներին։ Օրվա երկրորդ կեսին Իրանը վերսկսել է հարվածները, այդ թվում Նեգևին։ Իսրայելը եւս հարվածել է Իրանի ռազմական եւ միջուկային տասնյակ օբյեկտների, Թեհրանում նաև բնակելի շենքի։ Բանակի խոսնակն ասել է, որ Թեհրանում հարվածել են նաև հատուկ նշանակության ուժերի շտաբին։ Մեր հարձակումներն ուղղված են իրանական ռեժիմի յուրաքանչյուր ռազմական օբյեկտի դեմ։ Դրանք Իսրայել պետությանը սպառնացող վտանգի մաս են։ Մեր գործողությունները խոսում են իրենց մասին։ Նրանք, ովքեր գործում են մեր դեմ, ծանր գին են վճարում։ Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է, որ իրենց նպատակը Իրանի ղեկավարության փոփոխությունը չէ, այլ Իրանի միջուկային եւ բալեստիկ հրթիռների սպառնալիքը վերացնել է։ Ռեժիմի փոփոխության հարցը առաջին հերթին Իրանի ժողովրդի գործն է։ Հետևաբար ես դա չեմ սահմանել որպես պաշտոնական կամ հայտարարված նպատակ։ Դա կարող է լինել արդյունքը, բայց մեր գործողության հստակ նպատակը չէ։ Բենյամին Նեթանյահուն պնդել է, Իսրայելն ունի անհրաժեշտ կարողությունները ոչնչացնելու Իրանի ողջ միջուկային ենթակառուցվածքը, անկախ նրանից ԱՄՆ-ն կմասնակցի այդ գործողությանը թե ոչ։ Այս ֆոնին այսօր Ժնևում սպասվում է եվրոպացի պաշտոնյաների հետ Իրանի արտգործնախարարի հանդիպումը։ Ժնև մեկնելուց առաջ Աբբաս Արաղչին ասել է, որ կբանակցեն միայն միջուկային ծրագրի շուրջ, հրթիռների արտադրության հարցը չի բանակցվում։ Ապա նշել է, որ ԱՄՆ-ի հետ մտադիր չեն բանակցել, քանզի ԱՄՆ-ն մասնակցում է մեջբերում եմ Իրանի դեմ իրականացվող հանցագործություններին։ Նախքան Ժնևյան հանդիպումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում էլ Արաղչին ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը դավաճանություն է դիվանագիտության նկատմամբ։ Հարձակումից 2 օր անց միջուկային ծրագրի հարցով Իրանը պետք է հանդիպեր ԱՄՆ-ի հետ։ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումները ռազմական ծանր հանցագործություններ են։ Մենք վճռական ենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ողջ ուժով։ Իրանի նախագահն էլ ասել է, որ պարտադրված պատերազմը դադարեցնելու միակ ուղին հարձակումներն առանց նախապայմանների դադարեցնելն է։ Մասուդ Փեզեշկյանը նշել է, որ պետք է նաև երաշխիքներ տրվեն, որ դրանք չեն կրկնվի։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն էլ ասել է, որ Իսրայելը դեռ շատ բան ունի անելու Իրանում, նախքան կդադարեցվի պատերազմը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն իր հերթին Ժնևի հանդիպումից առաջ ասել է, որ հաջորդ 2 շաբաթում ժամանակ կա խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։ Ֆրանսիայի նախագահն էլ հայտնել է, որ Իրանին կառաջարկվի ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումը, համաձայնել, որ վերահսկվեն բալեստիկ հրթիռների արտադրության ծրագիրն ու Թեհրանի տարածաշրջանային պրոքսիների ֆինանսավորումը, նաև ազատ արձակել բանտերում պահվող օտարերկրացիներին։ Մակրոնը շեշտել է, քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները պետք է դադարեցվեն։ Կարծում եմ այսօր շարունակվող հարձակումները, որոնք ազդում են էներգետիկայի կամ քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության վրա, պետք է անպայման դադարեցվեն եւ որևէ արդարացում չկա դրա համար։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման սահմանափակումները, սակայն այն լիովին դադարեցնելու առաջարկը կմերժեն, հատկապես հիմա, երբ Իսրայելը դեռ հարվածում է։ Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ 2 շաբաթում կորոշի, արդյոք ԱՄՆ-ն ուղիղ կմասնակցի Իրանի վրա հարձակմանը թե ոչ։ Հայտարարությունում, որն ընթերցել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը, Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ այդպես է որոշել, քանզի Իրանի հետ գուցե դեռ հնարավոր լինի բանակցել։ Հիմնվելով փաստի վրա, որ մոտ ապագայում Իրանի հետ բանակցությունների մեծ հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ ոչ, ես առաջիկա 2 շաբաթում կորոշեմ մասնակցել թե ոչ։ Իրանը զգուշացրել է, եթե ԱՄՆ-ն մասնակցի Իսրայելի հարձակումներին, ապա կհարվածեն տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրաքի իրանամետ աշխարհազորայինները եւս խոստացել են նման հարվածներ հասցնել։ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան Հեզբոլլա շարժման ղեկավար Նաիմ Քասեմը հայտարարել է, որ Իրանին կաջակցեն այնպես, ինչպես անհրաժեշտ կհամարեն։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ կոչ է արել զգույշ լինել, հավելելով, որ եթե որևէ բան ձեռնարկեն, ապա Իսրայելը կոչնչացնի Հեզբոլլան։ Իսրայել կացը նաև հրահանգել է ակտիվացնել Թեհրանում կառավարական կառույցների վրա հարձակումները։ Իրանը երեկվանից ողջ երկրում արգելափակել է ինտերնետ կապը, տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին տարհանում են թե Իրանից, թե Իսրայելից։ Իրանցիներն իրենք շարունակում են դուրս գալ երկրից։ Բեռնափոխադրող Maersk ընկերության նավերը մուտք չեն գործում իսրայելական Հայֆայի նավահանգիստ։